արտահերթ նիստը համարում եմ սկսված։ Պիտի խնդրեմ 1 րոպե լռությամբ հարգենք մեր համայնքի ղեկավարի հիշատակը։ Փարաքար համայնքի ավականու արտահերթ նիստում նոր ղեկավար են ընտրում։ Համայնքի նախկին ղեկավար Վալոդիա Գրիգորյանի սպանությունից հետո սա առաջին նիստն է։ Քաղաքացիական պայմանագիր եւ ազգային առաջընթաց խմբակցության անդամները չեն մասնակցում ավականու նիստին։ Տեղեկացնենք, այս տարվա մարտին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում Փարաքարի ավականիում Միասնություն դաշինքն ունի 12 մանդատ, քաղաքացիական պայմանագիրը 7 մանդատ եւ եւս 2 մանդատ ազգային առաջընթացը։ Միասնություն դաշինքի առաջադրած թեկնածուն Օնիկ Ախվերդյանն է։ Քվեարկության արդյունքում ավականին միաձայն համայնքի ղեկավար ընտրեց 52-ամյա Օնիկ Ախվերդյանին, որը 2021 թվականից Ապրելու երկիր կուսակցության անդամ է։ Տիրապետում եմ համայնքի բոլոր խնդիրներին, պատրաստ եմ իրականացնել այն ծրագրերը, որոնք խոստացել են մեր թիմով Վալոդիա Գրիգորյանի գլխավորությամբ։ Շատ շնորհակալ եմ իմ թիմակիցներից այս դժվարին պահին ինձ վստահելու համար։ Խոստանում եմ, որ ջանք ու եռանք չեմ խնայի իրենց վստահությունը արդարացնելու համար։ Ախվերդյանն իր խոսքում նշեց, բացի թիմի անդամ լինելուց եղել է Գրիգորյանի մտերիմ ընկերը։ Ցավում եմ այս ամեն ինչի համար։ Շնորհակալ եմ Վալոդիա Գրիգորյանի ընտանիքից, ծնողներից, որ մեր հայ ազգին պարգևել են այսպիսի զավակ։ Կներեք ինձ։ Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մանեթ Հանդիլյանի խոսքով որևէ մեկն իր նպատակին չի հասնելու։ Վալոդիա Գրիգորյանի գործը չի ավարտվել։ Փարաքար համայնքը ծաղկելու է նաև նրա անվան ներքո, որ այդպիսի երիտասարդ եւ այդպիսի հայրենասեր համայնքապետ են ունեցել, ում աշխատանքը եւ ում մղումները շարունակվելու են իրականանալ Փարաքար համայնքում։ Վալոդիա Գրիգորյանի սպանությունը բացահայտված չէ, ենթադրյալ սպանություն կատարող անձի բացահայտումը կամ խոստովանական ցուցմունքները չեն նշանակում հանցագործության բացահայտում, ասաց Թանդիլյանը։ Մենք մինչև վերջ գնալու ենք յուրաքանչյուր ոք պատասխանը տալու այս ոճրագործության համար։ Իրենց տեղյակ լինելով, իրենց լռելով, իրենց ոչինչ չանելով, իրենց աջակցելով, իրենց երաշխիքներ տրամադրելով, յուրաքանչյուր ոք պատասխան է տալու այս ոճրագործության համար։ Այսօր թե վաղը ժամանակը կապ չունի, որովհետև ընդհատել այսպիսի մարդու կյանք, ինչպիսի Վալոդիա Գրիգորյանները, նրանք չեն հասկանում ինչ են արել։ Ու հարցը միայն նրա հեղինակությունը չէ, նրա անձը, նրա տեսակը, նրա հայրենանվեր տեսակը, իր հայրենիքը սիրող, իր հողը, համայնքը սիրող ու սա կատարել նշանակում է ոճրագործություն կատարել յուրաքանչյուր հայրենասեր իր հողը համայնքը սիրող անձի նկատմամբ եւ իրենք սա չեն մարսելու, որևէ դեպքում չեն մարսելու, ժամանակը գալու է ամեն ինչի պատասխան տալու։ Մեր թիմի մոտ որևէ լարվածություն, որևէ խնդիր չկա, իհարկե մտահոգությունները բավականին մեծ են նաեւ համայնքի բնակիչների։ Ծանր է իհարկե Վալոդիա Գրիգորյանի բացակայությունից հետո աշխատել, բայց նաեւ այն ծրագրերը, այն գաղափարները, որ ուներ Վալոդիան, դա մեզ պարտավորեցնում է ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ, ամբողջ թիմը, կուսակցությունը նոր համայնքի ղեկավարի կողքին է եւ համայնքի բնակիչներին տրված բոլոր այն խոստումները, այն սպասումները, որ նրանք ունեն, իրականացվելու են։ Մեսրոպ Առաքելյանը փաստում է, ակնհայտ է, որ Վալոդիա Գրիգորյանի սպանությունը եղել է կազմակերպված, պլանավորված եւ դեռևս բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ կան։ Համակարգը պետք է զբաղվի, ովքեր են աջակցել սպանությանը, ովքեր են կազմակերպել, հնարավոր է նաև պատվիրատուներ լինեն, առնվազն չեմ բացառում, որ կարող են նաև այլ անձինք տեղեկացված լինեն սպանության մասին, որովհետև իրապահ մարմինների տրամադրված տեղեկատվությունը նաև խոսում էր այն մասին, որ սպանությունից մի քանի ամիս առաջ շվանից սկսվել էր նաև նախապատրաստական աշխատանքներ պլանավորում, ինչը մեզ մոտ բնական մտահոգություն է առաջացնում, որ առնվազն տեղեկատվության մակարդակով այլ անձինք նույնպես ներգրաված են, այդ ուղղությամբ իրապահները մեծ աշխատանք ունեն անելու։
Փարաքարում դեռևս լարվածությունը շարունակվում է, կոտրել են Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի գործով կալանավորված Նարեկ Օհանյանի եղբոր Գրիգոր Օհանյանի գերեզմանակարը։ Մերձավանում տեղի է ունեցել նաև ծեծկռտուք։ ՆԳՆ-ն հաստատել է Մերձավանի ծեծկռտուքի դեպքի առթիվ կա 5 ձերբակալված։ Նորընտիր համայնքապետ Օնիկ Ախվերդյանը վստահեցնում է Փարաքարը ղեկավարելու է առանց տագնապի։ Համայնքում ոչ մեկի հետ խնդիրներ չունի։ Հասմիկ Ֆարադյան, Արմալուր։